նույն մեր դպրոցներն էլ այդ մինիմումն է ապահովում։ Դուները չի գալի ժողովուրդ ջան, քիչ է, ու ես համաձայն եմ 100% որ քիչ է։ Հələ մենք ենք այդ երեխեքի ծնողները։ Եկեք մենք աշխատենք հետները, հա։ Եկեք դպրոցից հետո ուրիշ ծրագրեր հիմնենք։ Թողնենք իրենք վերցնեն այնտեղից գիտելիք, բայց նաև տանը մենք փորձենք բացահայտել իրենց անձը, որ նա տեսնի իր յուրահատկությունը ու հետագայում կարողանա դա զարգացնել։ Ինչ ես լացում, բալես, ասում եմ, ես չեմ ուզում, ես բժշկական չեմ ուզում։ Իրենք զարգացած են, բայց այդ մարգարիտները իրենց ներսում է, մենք պետք է կարողանանք հանել իրենց մեջից, հասկանալ ուղղվածությունը ու նոր արդեն թեկել, եթե մարդը Հիմա քանի որ չկա այտենց ինչ-որ մի մասնագիտություն, որ այդ երեխեքին ասենք գնացեք սովորեք ու դուք հաստատ ապահովված կլինեք, հա։ Կապ չունի թե կոնկրետ ինչ կսովորեն, շատ կարևոր է որ այդ սովորեն։ Կարողան ասենք ընդունակ լինեն սովորելու, էլի։ Մեր ծնողները մեզ ոնց են սովորացրել, ոնց որ իրանք են սովորել, ոնց որ իրանց են սովորացրել։ Բարի օր ժողովուրդ ջան։ Հազար բան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Մենք էլ ենք շատ լավ։ Վստահ եմ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, վերընտրած թեման բոլորիս երեքիս էլ շատ հոգեհարազատ է, մեր այդ անձնական զրույցների ժամանակ մենք շատ ենք քննարկում ու շատ ուրախ եմ, որ այտենց վերջապես որոշեցինք այս թեման հենց կոնկրետ մենակ այս թեման քննարկենք։ Տարբեր զրույցներում իհարկե անդրադարձներ ունեցել ենք, բայց այս ծնող երեխա հարաբերությունը ու այս ընդհանուր այս կրթական համակարգի ազդեցությունը թե դրական թե բացասական այս երեխեքի ով դառնալուն ինքը շատ կարևոր թեմա է։ Երեքով ենք, որովհետև երեքս էլ վաստակավոր ծնողներ ենք, արդեն երկար տարիների, իմ աղջիկը 13 տարեկան է, այսինքն 13 տարվա ծնող եմ։ Այս այն թեմաներից է, ես միշտ ասում եմ, որ այդ չես կարա տրամաբանելով բան անես, էլի հասկանաս այս ամեն ինչը կամ ինչ-որ որոշում կայացնելուց դու ձայն ունենաս, եթե դու ծնող չես, էլի։ Այդ ծնող լինելը գրքերից կարդալով կամ ֆիլմեր նայելով կամ անգամ, չգիտեմ, քո ծնողներին ուսումնասիրելով, գիծ շատ դժվար է, էլի այդ ամեն ինչը տենալ, հասկանալ, պատկերացնել, քանի որ ինքը շատ տրամաբանությունից զատ համել էմոցիոնալ ազդեցություն կա, դրա համար այդ այն բաներից է, որ անպայման պետք է ապրես, էլի այդ քո փորձը պետք է ապրես, որ այս ամեն ինչը ոնց կա, տենց կարողանաս հասկանաս ու որոշումներ կայացնես։ Մի հատ այս թեմայի շուրջ որ որոշեցինք զրուցենք, մի հատ գրքի հանդիպեցի, ճիշտն ասած, եթե չեմ սխալվում, այտենց լսել էի, բայց вообще ուշադրություն չէի դարձրել։ Անգլերեն այդ գրքի անունը Weapons of Mass Instruction, զանգվածային ուսուցման զենքեր, սովորաբար այդ արտահայտությունը զանգվածային ոչնչացման զենքեր արտահայտությունն է, այսինքն այդ ատոմային բոմբերը ու տենց Weapons of Mass Destruction ու հետաքրքիր գիրք է, այդ անունն էլ տենց է դրել, որ սոսից ականջները բռնի, հա, այսինքն զանգվածային ուսուցման զենքեր։ Այս կրթական համակարգը, հա, որտեղից է սկսել, եկեք մի քիչ դրանից զրուցենք ու ոնց է օգտագործվում, որպես sense ինչ-որ զանգվածային զենք, էլի։ Ով է ուզում սկսի։ Երևի Մագան, վստահ եմ Վահանը որպես ջենտլմեն խոսքի իրավունքը կտա Մագային առաջինը։ Լավ, եք ճանաչում Վահան ջան։ Դե մինչ ուսուցողական է ծրագրին անցնելը երեխաների, հա, իմ մոտ էսպիսի մի հատ շատ հետաքրքիր գաղափար կա, որ ես եկել եմ այն եզրահանգման, մենք հանդիսանում ենք այն միջանկյալ սերունդը, հա, մենք միլենիալներս հանդիսանում ենք այն ամենահետաքրքիր ու միջանկյալ սերունդը, ով որ ստացել է ԽՍՀՄ-յան սերունդի դաստիարակություն, բայց ժամանակը շատ արագ փոխվելուն զուգահեռ մենք դարձել ենք ծնողներ ու մենք այլ կերպ ենք վերաբերվում արդեն մեր զավակներին, հա, այսինքն տալիս ենք լրիվ այլ դաստիարակություն։ Սովորաբար ոնց է փոխանցվում է, չէ, ծնողից ծնող, ինչ տեսնում ես, փոխանցում ես քո զավակին ու այդպես գնում է։ Բայց հիմա մենք հանդիսացանք այն
շրջադարձային սերունդը, որ մենք արդեն ուրիշ ձև ենք վերաբերվում մեր զավակներին։ Մենք ստանալով սենց շատ սենց միանշանակ դաստիարակություն, որ երբ որ ծնողները իրենց փորձն են, փոխանցում իրենց զավակներին, մտածելով, որ կյանքի փորձը ձևավորած ավելի ճիշտ է ու զավակը դա վերցնելով կունենա հարթ ու սահուն ճանապարհ, այդ սկզբունքով են մեզ դասիրակել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ ամեն ինչ փոխվել է ու մենք նույնը երբ որ փոխանցենք մեր զավակին, դա նրան ավելի շատ կվնասի, քան կօգնի։ Ու հիմա մենք տալիս ենք նրանց ընտրության հնարավորություն, նրանց ձայնի հնարավորություն, որ կարողանան դրսևորվել, չէ՞ որ նրանք անհատներ են, որոնք եկել են մեր կյանք ու արդեն ձևավորված բնավորությամբ, արդեն ձևավորված իրենց տաղանդներով ու շնորհքներով եկել են մեզ մոտ։ Մեր խնդիրը հիմա ոչ թե փոխանցել մեր իսկ փորձը ամբողջությամբ, այլ նաև բացահայտել, թե իրենց մեջ ինչ կա, որովհետև իրենց մեջ թաքնված են դրանք, մենք պետք է տեսնենք, փորձենք դա բացահայտել ու ցույց տալ իրենց, որպեսզի հեշտ կողմնորոշվեն ու ձևավորեն իրենց յուրահատուկ անհատականությունը։ Ու այս դեպքում մի քիչ կրթական համակարգը խանգարում է անհատականություն ձևավորելուն, ինչու, որովհետև կրթության առումով աշակերտին սովորեցնում են լինել ստանդարտ, անկախ նրանից, որ գիտելիք է տալիս կրթությունը, դրանում միանշանակ խոսք չկա, բայց նաև դրան զուգահեռ սովորեցնում են լինել միանշանակ նույն մարդը, այսինքն այդպես է ձեռք տալիս, ընդհանուր գլոբալ առումով ու մարդիկ այդպես են առաջնորդվում։ Մեր խնդիրը հիմա կայանում է նրանում, որ թողնենք իրենք վերցնեն այնտեղից գիտելիք, բայց նաև տանը մենք փորձենք բացահայտել իրենց անձը, որ նա տեսնի իր յուրահատկությունը ու հետագայում կարողանա դա զարգացնել ու այդպես էլ առաջնորդվել, այդպես ապրել ու զարգանալ։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է այս հարցի շուրջ։ Շնորհակալություն, Ակա ջան։ Ու ինչ կասես, Վան ջան։ Համաձայն եմ Մարգարիտայի հետ, Նիկ ջան, ուրեմն այն թվեր մվեր շատ կոնկրետ չեմ ասելու, բայց հստակ մի բան կասեմ, այն ժամանակ, երբ որ մարդիկ հասկացել են, թե ոնց է ընդհանրապես մարտեությունը ծրագրավորվում ու ինչի համար է ինքը պետք որպեսզի ծրագրավորվի, դե ինչի համար է արդեն ենթարկվելու համար է, սկսած այդ ժամանակաշրջանից որոշել ու ընդունել են մի sense գլոբալ կառույց ասեմ, ինստիտուտ ասեմ, ձև դարերով արդեն, որի միջոցով որ ծրագրավորվում են երեխաները, իսկ ինչ են ծրագրավորվում երեխաները, կոնկրետ երեխաներից են սկսում, որովհետև ընդհանրապես ազգերը, նաև պետությունը կախված է իրանց երեխաների ոնց որ հետագա որպես սերունդ դառած տեսակից, то есть այն կառույցը, որին որ պետք չի խելացի ու գրագետ մասա, այդ կառույցը որոշել է, որ պետքա իրանց ուզած ձևով ծրագրավորվեն մարդիկ, որպեսզի ծառայեն կոնկրետ շակերտների մեջ ասած մատրիցային, այսինքն աշխարհին ում հիմնականում տեղի են ունենում այսօր բաներ, որտեղ որ բոլորս ենք ականատես ելնում, որ ընդհանրապես խելացի որպես մարմինը բիոլոգիական ռոբոտ հանդիսանալով խելացին իրանց ընդհանրապես պետք չի։ Ինչի պետք չի, որովհետև խելացիները չեն կառավարվում։ Իսկ մեր ծնողները մեզ ոնց են սովորացրել, ոնց որ իրանք են սովորել, ոնց որ իրանց են սովորացրել, ոնց որ իրանք են իմացել, ճիշտ կարելի է դաժե սենց ասել։ Ես իմ տատիկս այսօր դեռևս ողջ է մեր հետ է, երբ որ զրուցում եմ իր հետ, ինքը տենց շատ խելացի կրթված կին է, ինքը պատմում է Սովետ միության տարիներից մի բանի մասին, որտեղ որ իրոք հիմա արդեն ինքն է գալիս եկել մի գաղափարի, որ այդ անկախ նրանից, թե ինքը ինչպիսի կրթություն ունի, ինչ կյանքա տեսե, հասկանում է նաև, որ
այն ամենը ինչի մեջով որ ինքը անցել էր, դրանք ուղակի տված էին, կարելի էր կյանքը լրիվ ուրիշ ձև ապրել։ Ու ես այս ամբողջը կապում եմ Նիկ ջան, կրթական համակարգի հետ կոնկրետ, որովհետև երեխեն մինչև 7 տարեկան արդեն ձևավորված իր այն ճակերտների մեջ էգո եսը, 7-ից հետո մինչև 14 արդեն 15 տարեկանը դեռ դպրոցը չավարտած, այնտեղ դպրոցում արդեն կերտվում է որպես էություն, որը որ դառնալու է ենթադրենք տվյալ երկրի կամ այս մոլորակի ինչ որ մի մասնիկով, ով որ իր եսն է ներկայացնելու, ով որ իր գիտելիքներն է ներկայացնելու, բայց այո, սխալ բան չկա դպրոցի մեջ, դպրոցական համակարգի մեջ, այսպես ճակերտերի մեջ եմ էլի ասում, սխալ չի, որ սովորեցնում են, բայց շատ բաներ կա, որ հաստատ կարելի է մի քիչ ավելի ուրիշ անկյունից նայել։ Մարդիկ որպես մարդ կարող է մի քիչ կոպիտ հնչի, մարդը պետք է իր այո, պատմությունը իմանա, ինքը որտեղից է եկել, ուր է գնում, գումարել, հանել իմանա, բաժանել, բազմապատկել իմանա, շփվելու ձև իմանա, խոսելու ձև իմանա, սովորել։ Կարևորում եմ ես լեզուները, ինչքան շատ լեզու գիտես, այդքան մարդ ես, դա միշտ իմ մոտ տպավորված է եղել։ Ու ժողովուրդ ես իմ երեխեքին ընդհանրապես դպրոցի ժամանակ երբ որ սովորել են, աղջիկս արդեն ավարտել է, տղաս հեսա այս տարի ավարտելու, իրանց երկուսին էլ ասել եմ, իհարկե այս գիտելիքները, այս գիտակցությանը գալուց հետո, որ երեխեք ջան, սովորում եք կոնկրետ ձեր համար, սովորեք այն ինչ որ դուք ձեր համար կարևոր եք համարում, իսկ իմ համար կարևորը եղել է լեզուն, որովհետև գիտակցությունը իսկ իրականում ինքը ոչ դպրոց է հարցնում, ոչ հիմա բանա, չէ, հետաքրքիր sense մի բան կա մարդկության մեջ, երբ որ հանդիպում են sense ինչ որ էլիտար կրթված մարդիկ հարցնում են դու որտեղ ես սովորել, մեկը, չգիտեմ, Բրյուսով է սովորել, այն մեկը Լոմոնոսով է սովորել, այն մեկը ընդհանրապես Հայաստանից դուրս է սովորել, բայց իրականում ես հասկացել եմ նաև մի շատ կարևոր ֆակտոր, որ սովորեցնել պետք է երեխուն, բայց երեխեքին պետք է ոչ թե սովորեցնել ինչ որ մի առարկա, այլ սովորեցնել այդ գիտակցությանը կառավարել, այսինքն իր իսկ գիտակցությանը կառավարել, որովհետև իրականում այդ ամեն ինչը ինչ որ հիմա մարդիկ համարում են գյուտեր, այդ ամբողջը ոնց որ կոպիտ ասած մարդու մեջից է դուրս եկել, ոչ մի բան տիեզերքից հենց այնպես չի հայտնվել մեր գլխի մեջ, այդ ամեն ինչը այստեղ արդեն կա, մենք ուղղակի պետքա սովորենք բացահայտել այդ ամեն ինչը, իսկ դպրոցի կրթական համակարգերում շատ բաներ այդ ամեն ինչին դեգրադացնում են, որոնց որ շատ իհարկե ցավալի է, բայց հնարավոր է անդրադառնալ, էլի ես կարծում եմ, որ թեկուզ մեր Հայաստանում ինչի՞ չէ, կարելի է առաջարկներով անգամ նաև հանդես գալ, հա, այդ կրթության գիտության նախարարություն կլինի, չգիտեմ, կամ մենք մեզանով ինչ որ մի ձև ինստիտուտներ ձևավորել, որտեղ որ օրինակ երեխեքին ոչ թե ստիպեն, չգիտեմ, եսին որ երրորդ դարից մի հատ ինչ իմանալու փոխարեն, այդ երեխեն սովորի թե ինքը ով է вообще հանդիսանում այս մոլորակի վրա, ինքը ինչերի ընդունակ, նու Նիկ ջան, հասարակ այսպեսի մի բան ասեմ, երևի Ամերիկայում էլ է այդպես, դպրոցներում համենայն դեպս մեր մոտ չկա մի դասագիրք օրինակ, որ կսովորացնի այդ դպրոցականին ապագայում ոնց վարել բիզնես։ Օրինակ, էլի հասարակ օրինակ, ասենք այսօր աշխարհը ձգտում է բիզնեսի, աշխարհը գնում է, բոլորը դառնում են բիզնեսմեններ, իհարկե դառնում են դրա մասին գիտելիք չունենալով, սխալների հիմքում տարբեր սխալներ կատարելով, բիզնեսները տանուլ տալով, զրոյացնելով, այդ ամեն ինչը նորից ստեղծելով, իրանք ոնց որ իրենցով են դառնում այդ բիզնեսմենը, բայց ինչքան հետաքրքիր կլիներ, որ դպրոցում լիներ մի հատ այդպիսի ծրագիր, որտեղ որ օրինակ բիզնեսմեններ կգային ու կկրթեին երեխեքին որպես երկրի ապագա բիզնեսմեն, որից որ կախված կլինի երկրի ամբողջ բան ռեսուրսը, հա, առևտրական թեկուզ։ Դա տարապատասխան այդ ասացիդ, իսկապես չես կարծում, որ եթե այդ միջնակարգ դպրոցում գային ու այդ երեխեքին, ասենք այդ քո ասած օրինակի համար այդ բիզնեսմենի կրթությունը տային,
երեխեքը մի 15-20 տարի հետո կարող է ձևավորել մի հատ հասարակություն, որը որ կործանվեր, որովհետև բաղով էր սանտեխնիկա աշխատելու, բաղով էր էլեկտրիկա աշխատելու, ով էր աղբահանությամբ զբաղվելու։ Այսինքն միջնակարգ կրթական համակարգը տալիս է քեզ այն մինիմումը, հա, որը որ ասենք պետքա, որ այս փխրուն հասարակությունը շարունակի գոյատևել։ Դրանից հետո արդեն հենց դրա համար կա արդեն բարձրագույն կրթություն, որ դու ընտրի թե որ ուղղության վրա ես ուզում գնաս զարգացնես, հա։ Ես մի փոքր ուրիշ ձև եմ նայում այս ամեն ինչին։ Նախ այդ ենթարկվելը բանը, այդ որ ասացիր, միանշանակ այտենց է, կարանք անգամ տեսա կանդրադառնանք, էլի թե այսօրվա ժամանակակից կրթական համակարգը ոնց է ձևավորվել այդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում, այդ 1800-ականների վերջերում, ու երբ որ արդեն ֆերմաներից օրինակի համար, հա, մարդը արդեն տեղափոխվում էր այդ մեծ քաղաքներ, ուտեղ արդեն այդ գործարան հասկացողություններ սկսում ձևավորվել, որտեղ որ այդ գործարանի աշխատող էր պետք, գործարանի աշխատողն էլ ինչ է, այսինքն ստանդարտ մտածած մեքենայացված, հա, մտածելակերպով մարդիկ էին պետք այդ conveyor system-ը որ կան, որ մեկը էս մի բանը պետք է աներ, փոխանցել են մեկը էս մի բանը չէ, որպեսզի այդ արդյունավետությունը բարձր մակարդակի լիներ։ Ու հենց այտենց էլ սկսեցին երեխեքի վրան աշխատել, այդ սկզբում որ մեջբերեցի այդ գրքի մասին, այդ գրքի մեջ այնքան հետաքրքիր ձևի է ներկայացնում, օրինակ դպրոցի դասամիջոցային զանգը որ կա։ Այդ նույն զանգն է, որը որ համել բան անում, միանում է գործարաններում, երբ որ պերերիվի ժամանակն է կամ գործի ժամանակի ավարտն է, լրիվ նույն զանգն է։ Այսինքն երեխա ժամանակվանից դնում են մեջները, որ դու ուշադրությունը կենտրոնացնում ես այն ինչը որ պետք է անես, հենց զանգը տվես վերջ, միանգամից անջատում ես, չէ՞։ Բոլորս էլ հիշում ենք, չէ՞, մի անգամ մեր այդ դպրոց գնալու ժամանակներ ուսուցիչը կապատայ շատ կարևոր բաներ ուզում փոխանցել մեզ, զանգը տալիս է ինքը շարունակում էր խոսալ, մենք գրքերն էինք հավաքում արդեն որ դուրս գանք, հա, վերջ, արդեն վերջացավ այդ մեր պատասխանատվության ժամանակը, էլի։ Սենց էս օրինակներով շատ բացայտ երևում է, էլի, որ այսօրվա մեր կրթական համակարգը ձևավորվել է մոտ մի 150-160 տարի առաջ, որպեսզի այդ ինդուստրիալ հեղաշրջումը կարողանանք անցնենք։ Ես բացարձակ թշնամիներ չեմ տենում ստեղ, այսինքն մեղադրանք չունեմ ընդհանրապես այս մարդկանց հետ կապված, որովհետև որ նայում ես իրանցից առաջ, ինչքան նախ քիչ ա եղել կրթությունը ու ինչքան sense ընտրովի ա եղել։ Օրինակ բոլոր գիտեք, կանայք իրավունք չեն ունեցել անգամ գրել կարդալ իմանան, հա, այսինքն կնոջը պետք չի, կինը պետք է երեխա պահի, չգիտեմ, տան հարցերով զբաղվի, դու էլ տղաներն էլ գնացել 3-4 տարվա մաքսիմում կրթություն են ստացել, այդ քո ասած գրել տառերը սովորեն, հա, գումարում հանում սովորեն, հերիք է այդքան արդեն, հա։ Այսինքն այս կրթական համակարգը էլի նվեր է այդ ինդուստրիալ մագնատների կողմից, չգիտեմ, անուններ են տալի Ռոկֆելեր, Ռոթշիլդ, չգիտեմ, Կարնեգի, հա, ով որ ունեցել է իր այդ ներդրումը։ Այդ ուղղակի եկեք վերցնենք նվեր, հա, ու հասկանանք, որ այդ 150 տարին մարդկության պատմության մեջ մի հատ էս աչքի թարթոց է։ Այսինքն բան վերցրա 150 տարի առաջվա մարդուն ու այսինքն մեր պապու պապերին էլի սենց, հա, ու ասենք իրանց մի քանի սերունդ էր պետք, որպեսզի ընդօրինակեն այս սիստեմը։ Այս սիստեմը իրանց սպառել է հիմա։ Հա, եկեք հասկանանք, այսինքն Մագա ջան, ոնց որ դու քո խոսքի մեջ ասացիր, որ մենք այդ անցումային սերունդն ենք, այդ միլենիալները, հա, մեր ուսերին վերցրեցինք այդ ազատ մտածելակերպով երեխա դաստիարակելը, ոչ թե ստանդարտային, շատ ճիշտ ես, 100%-ից հետո համաձայն եմ, հա, այդ մեր այդ պապերից եկածած, ասենք, ինչ որ տեսել են արել, ինչ որ տեսել են արել, ոչ մեկ իրավունք չի ունեցել ազատ միտք օգտագործի, հասկանա, բայց ես ուզում եմ արդյոք այս ձև էս երեխան մեծացնեմ, եթե ինձ կամ իմ պապերին այդ ձև են մեծացրել։ Այդ շանսը մեզ է տրված։ Մենք կարողացանք այդ ազատ միտքը օգտագործել ու հեղաշրջում կատարել ու միանգամից արդեն դա երևում է, չէ՞, մեր երեխեքի վրա արդեն, մեր ծերունդի։ Հիմա նույն ձևով կրթական համակարգն էլ է մեր ձեռքը փոխել, այսինքն սա խնդիրները դու ցույց տվեցիր, Վահան ջան, բայց ես ոչ մեկին չեմ մեղադրում այդ խնդիրների համար, հա, ինչ կարանք անենք։ Okay, եթե կոնկրետ խոսում ենք օրինակ Հայաստանի կրթական համակարգի, եկեք հասկանանք, որ Հայաստանը շատ փոքր է։
որ ինքը իրանով կրթական համակարգ փոխի։ Ինչի համար, որովհետև միջազգային կազմակերպությունների անդամ ենք։ Երբ որ դու արդեն մտնում ես այդ միջազգային կազմակերպությունների անդամակցությունների մեջ, իրանք մի հատ ստանդարտ մարդ են ուզում դաստիարակեն, որ բոլորով միասին կարողանան շփվեն։ Չէ՞ օրինակ Եվրամիություն մտնելը ինչի կոնկրետ բաներ ունի, պահանջներ ունի, ստանդարտներ ունի, որ Եվրամիությունում ապրող բոլոր մարդիկ նույն ձև մտածեն, նույն ձև շփվեն իրար հետ, համագործակցեն իրար հետ։ Ու քանի դու այդ քո կրթական համակարգով, քո օրենքներով, չէ՞, ասենք օրինակի համար 25 տարի առաջ հանկարծ մի քիչ այդ հակակառավարական ցույցեր լիներ, բոլորս հիշում ենք ինչ էր արվում։ Այն մարտի 1-ը բաները չենք մոռացել։ Հիմա նա էլ արդեն այտենց չի, որովհետև արդեն օրինակ նույն այդ Եվրամիությունը այդ էր պահանջում, եթե դու ուզում ես դառնաս այս մեր կերտած հասարակության անդամ, դու պետք է ունենաս այս կրթական համակարգը, դու պետք է ունենաս այս օրենքները։ Այդ ամեն ինչը ոնց որ գիտես որն է, մինիմումն է, որ պետք է ապահովես։ Հիմա նույն մեր դպրոցներն էլ այդ մինիմումն է ապահովում։ Դուները չի գալի ժողովուրդ ջան, քիչ է, ու ես համաձայն եմ 100% որ քիչ է։ Բայց մենք ենք այդ երեխեքի ծնողները։ Եկեք մենք աշխատենք հետները, հա։ Եկեք դպրոցից հետո ուրիշ ծրագրեր հիմնենք, Վահան ջան, ոչ թե փորձենք, չգիտեմ, մեր այդ կրթության նախարարությունը կրթական համակարգի մեջ դնենք մարդու ինքնաճանաչման ծրագիրը։ Այլեն մինիմում այդ մարդիկ տալիս են, եկեք զուգահեռել մենք մի բան անենք։ Չէ, եկեք մենք առաջարկենք։ Ասենք, sense մի բան, եւս այդ երեխեքին կարակ ասենք, հələ մի հատ չնայած ծնողներին պետք է այդ առաջարկենք, հա, որ ծնողը հասկանա դրա կարևորությունը, ու կարող է ծնողը ինքը գնա տուն այդ երեխուն արդեն այտենց էլ տա, այդ երեխուն կարիք չունենանք մենք դաստիարակելու։ Չգիտեմ, ես իրոք էլի ժողովուրդ ջան, մենակ ես կրթական համակարգի հետ օրինակով չի ախպեր, ասենք լրիվ պատասխանատվությունը մեր ուսերից դրել ենք ինչ-որ կազմակերպությունների վրա, ու հետո էլ հա բողոքում ենք։ Բայց երեխուն բերել եք այս աշխարհ, հա, եթե մեր սերունդին մինչև գոնե դպրոց տանելը հետները սերունդը մի քիչ զբաղվում էին, հիմա արդեն iPad-ը դնում ենք դեմներ են մի քանի ամսեկանից։ Ու վсё, թո այդ երեխան մեծան է, ոնց որ մեր պարտավորությունը ընդհանրապես այդ երեխուն պորտալ հանդիսանալով բերել ես աշխարհ ու բաց թողել, գնա գլխի ճարը տես։ Եկեք շփվենք հետները, հա, եկեք ասենք այդ ինչը որ մենք բողոքում ենք, կարող միտք օգտագործենք, ուշադրություն օգտագործենք, մենք այդ ամեն ինչը փոխենք իրար մեջ։ Իհարկե սկզբից մեր վրա, հետո էլ իրանց, էլի։ Իրանց այն խոսք կա, չէ՞, այդ հումորան ես շատ եմ սիրում, ասում եմ, ես գնի մեջ այսքանն է։ Անվճար կրթություն են սաղի տալի, հա, այդ միջնակարգ կրթությունը։ Այս գնի մեջ այդքանն է։ Դուրները չի գալի, չէ՞։ Ինչ-որ բան արեք, քայլեր արեք, ժողովուրդ ջան, դուք զարգացեք, երեխեքին զարգացրեք։ Չգիտեմ, օրինակ, այստեղ Ամերիկայի մեր հայրը, ասենք, հազարավոր դոլարներ ամեն ամիս ծախսում են այդ իրանց այդ մեքենաների վրա, այդ իրանց այդ բրենդային հագուկապի վրա, այդ Instagram-ային սիրուն նկարներ նկարելու վրա, էլի, երբ որ հարցը գալիս ախպեր այդ երեխեքին, չգիտեմ, որ շատ ավելի շատ կարելի անել, էլի, ժողովուրդ ջան։ Խի օրինակը բերեցի Ամերիկայի մեր հայերին, որովհետև մի փոքր նյութապես ստեղ ավելի շատ կարողություն ունեն, էլի, քան թե օրինակ Հայաստանում, Հայաստանում լիքը ընտանիքներ են, որ հազիվ ծերեցերին են ապրում, իսկ ասենք ստեղ շատ ավելին կարային, էլի, երեխեքի համար անեն, քան թե անում են, խիչ են անում, մագա ջան, որովհետև չեն տեսել այդ իրանց ծնողներից, այսինքն այդ կարևորությունը չկա այդ գիտակցության մեջ, էլի ես էլի չեմ մեղադրում, նայեք, ես էլի պատճառն եմ տեսնում, թե ինչի է այտենց։ Հենց դրա համար ասենք այս տիպի զրույցներն է, հա, որ հիմա քանի հոգի կնային մեզ, փորձենք, ասենք, բացատրենք, փոխանցենք, որ ժողովուրդ ամեն ինչ այնցա ոնց որ կա։ Նստել, բողոքելու փոխարեն եկեք գործենք, եկեք ամեն մեկս մի բան անենք, ասենք, որոշենք, հա, օրը մի ժամ ավել այդ երեխեքի հետ շփվենք։ Պրոստը նստենք խոսանք, ախպեր, կյանքից խոսանք, հա, հանենք, ասենք, հետներս քայլելու, չգիտեմ, հնարավոր ինչապ ավելի շատ ժամանակ դնենք, էլի, եթե նյութապես կարողանում ենք միտեղից ինչ-որ մի բան փոխենք, էլի դնենք այս երեխեքի վրան, թող գնա, չգիտեմ, նկարչություն սովորի, այդ ֆիզիկական պատրաստվածությունը դա այնքան կարևոր է, ես օրինակ ամեն երեխա պետք է մի հատ սպորտի անպայման գնա, ըստիս, հա, մի հատ երաժշտական ինչ-որ գործիքի տիրապետի, նորեն մնացածը արդեն ով ինչ ուժեղ կողմեր կունենա, շախմատ կլինի, ինչ կլինի, բայց այդ երկուսը են, որ այն պարտադիրն է, էլի իմ համար։ Նիկ հավատա,
հարցը այստեղ է այդքան էլ նյութական ինչի վերաբերվում, հա, լավ է, երբ որ նյութականը թույլ է տալիս ու կարող ես, հա, ինչ որ տարբեր զարգացնող ինչ որ կենտրոնների հաճախի երեխան, բայց այստեղ շատ ավելի կարևոր է, ոնց որ նշեցիր, դու ծնողը զբաղվի երեխայի հետ ու ոչ թե զբաղվի որպես երեխա, այլ չէ, դու նստես ու խոսես իր հետ մեծի նման սովորական հասուն մարդուն պես, երբ որ դու խոսում ես այդպես, դու հասկանում ես, որ ինքը դուրս է գալիս արդեն իր մեջի այդ ամեն ինչ այդ հոգևորը դուրս է գալիս։ Ինքը ավելի շատ բան է հասկանում։ Հետո դու հասկանում ես, որ ինձ մեկ-մեկ թվում է, որ իմ 7 տարեկան աղջիկը ինձնից մեծ է։ Ինքն հենց բաներ է ասում, ոնց որ սառը ցնցուղով ինձ հենց ամբողջովին հենց թափվում եմ ես ու ասում եմ լավ Նյուժելի էլի այսքան սեն դու խելացի ես կամ որտեղից քեզ այդքան ինֆորմացիա։ Այսինքն իրենք զարգացած են, բայց այդ մարգարիտները իրենց ներսում է, մենք պետքա կարողանանք հանել իրենց մեջից, հասկանալ ուղղվածությունը ու նոր արդեն թեկել, եթե մարդը սիրում է նկարչություն, հա տանես նկարչության, եթե մարդը սիրում է սպորտով զբաղվել, զուգահեռ տանել նրան։ Ուզում եմ ասել, պետքա զարգացնենք այն ինչը որ իր մեջ կա արդեն ուսման զուգահեռ նաև իր կարողությունները զարգացնել։ Օրինակ մարդիկ կան, որ ասում են, ես սիրում եմ, որ, չգիտեմ, սպորտսմեն է լինում իմ տղան, ենթադրենք, հա, ու պարտադիր դու պետքա գնաս սպորտով զբաղվես, դու տղա ես, բայց այդ մարդը սիրում է ջութակ նվագել։ Պարադոքս է էլի ստեղծում, այդ մարդը կարող է հետո դառնում է համաշխարհային երաժիշտ ու դու իրան չես թողնում, որ դրսևորվի։ Այ դա է, որ պետքա ծնողը պարտադիր հասկանա էլի ուղղվածությունը երեխայի։ Համաձայն եմ, որի համաձայն եմ։ Նիկ ջան, մի հատ շատ կարևոր բան ասացիր դու, մի հատ չէ, շատ կարևոր էր, բոլորն էր կարևոր, բայց ֆիքս եմ էլի, ասես մի երկու բառով, ուրեմն այո, ճիշտ ես ասում, ընդհանրապես մեղադրականով բացարձակ դիմել կամ չգիտեմ հասկանալ պետք չի, որովհետև իրոք քո ասացի պես այդ ամբողջը մարդկության նվեր է, որպես ուսուցում, օքեյ, լավնա վատնա այդտեղից լիքը բաներ կարելի է հանել, լիքը բաներ կարելի է քոնը սարքել, բայց այո, բոլորը չէ, որ կարան օրինակ բիզնեսմեններ դառնան կամ գործարանավարներ, որովհետև եթե ամբողջ աշխարհը դառնա գործարանավար, բա գործարանը ում հաշվին պետք է աշխատի։ Այսինքն դպրոցում երբ որ սովորացնում են ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, պարտադիր չի, որ բոլորը ինչ որ մեկը դառնան, չէ։ Իրանք ճիշտ է, երեխեքին ստիպում են, որ բոլորը միանման նստել, այսինքն նաև սովորացնում են մրցակցությունը, դա շատ լավ է, որ երեխեքի մեջ մրցակցություն են մտցնում, բայց նաև կա դրա մի հատ այն ճակերտների մեջ վատ կողմը, որ երբ որ այն երեխեն, որ օրինակ իր գիտակցական մակարդակը ենթադրենք մաթեմատիկայի է ինքը քիմիային չի ձգում, ենթադրենք էլի, այդ երեխուն քիմիայից վատ գնահատական են դնում, այդ երեխան արդեն կոտրվում է իր մեջ, որ ինքը ինչ-որ մի բանից շատ լավ է, այդ մի թեքումը չկա իր մոտ, բայց այն մի թեքումը, որ այդքան լավ չի, դրա վրա ուշադրություն են դարձնում, դե սիստեմը հենց դրա համար է, օքեյ, բան չունենք ասելու, նաև շատ մի հատ կարևոր բան դու ասեցիր, որ այս ամեն ինչը պետքա երևի ամենաառաջինը սովորեն ծնողները, այո, որովհետև ես հիմա որ հետ եմ նայում, իմ ծնողներս ինչքան կարացել են, ինձ այդքան են թե դաստիարակե, թե դպրոցի մեջ այդ դասերին օգնե եւ այլն, նու շատ չեմ մարանում այդ առումով, բայց իրոք ամենաառաջինը պետքա նախ ծնողը գիտակցության եկած լինի արդեն, որ հետո Մարգարիտա ջան, քո ասացի պես կարենան ծնողները որպես ծնող կարենան օրինակ իրանց երեխեքուն ինչ-որ ուղղություն ցույց տալ, ինչ-որ ուղղորդել ինչ-որ մի ուղղությամբ։ Ես օրինակ, երբ որ իմ օրինակն եմ բերում, այս ամեն ինչի մեջ գնացինք աղջկաս տարանք բժշկական ուսումնարանի քոլեջի բանի ընդունելության քննություններին, աղջիկս մտավ ներս, քննությունից դուրս եկավ ու լացում էր ինքը, ասում է ես չեմ ուզում էսի, որովհետև ինքը երևի այդ պահին հասկացել էր, որ նախ ինքը շուտ էր հասկացել, որ չի ուզում, բայց դուրս է եկել ու ես ու կինս կանգնած զարմացած, sense ինչ ես լացում, բալես, ասում է ես չեմ ուզում, ես բժշկական չեմ ուզում։ Մի անգամից այս երեխուն հանգստացրել եմ ու ինքը մինչև հիմա պատմում է, ինքը արդեն հեսա 3-րդ կուրսի ուսանող է։
ինքը մինչև հիմա պատմում է, թե ինքը ինչքան վախեցած էր ընդեղից դուրս գալի, որ հեսա մամային ասելու է, որ ինքը չի ուզում ու մաման ինչ օրինակ գցելու իրան։ Այսի մի քիչ դες մանանում եմ, իրականում այո, տենց է հենց։ Ու երբ որ հիմա ենք նստում երեխեքի հետ զրուցելու, հիշում են, ու կինս էլ է հիշում, աղջիկս էլ է հիշում, ասում է պապ, որ դու կողքս չլնեիր այդ պահին ու չգրկեիր ինձ չասեիր բալես, դու ինձ ասա ինչ ես, ես այտենց էլ հենց դիմավորել եմ իրան, ասում եմ արևս ասա ինչ ես ուզում, հենց վաղը կազմակերպենք այդ քո ուզածը, պարտադիր չի որ դու բժշկական սովորես, հետո ինչ որ տատիկը բժիշկ է եղել, օրինակ դու вообще պարտադիր չի որ դու բժիշկ լնես, կա չէ մեր բանի մենթալիտետի մեջ այտենց ինչ որ շարունակական, որ տան մեծերից մեկը բժիշկ կամ միլիցիա կամ չգիտեմ, ինչ որ մի ուղղությամբ ա եղել, պետքա երեխեքը կամ թորները գոնե մի անգամից երեխես այն որ ընտրելա դիմահարդար, վարսահարդար, այսինքն իր մամայի պես էլ իր մաման վարսահարդար ա եղել։ Մի անգամից հենց հաջորդ օրը գտել ենք տեղ, տարել ենք, ընդունել ենք ու երեխես այնքան սենց գոհունակությամբ ա գնում, առավոտ 6-ին արտանում է, որ ինքը գիտի դասի է ու սենց չի էլ սպասում, որ պապան կհելնի, խոսքի օրինակ իրան կտանի։ Ինքը իր խոդով գնում է, գալիս է, ուրախ, այսինքն ինչ էր պետք է երեխուն։ Ընդամենը կողմնորոշվել, ոչ թե լսել, թե մաման, պապան կամ տատիկը, պապիկը իրան ինչ են տալի, հակառակը իրան պետք էր կողմնորոշվել, թե ինքը ինչ է ուզում դառնա։ Իսկ ինչումն է այստեղ ասելիքս, եթե այդ ընթացքում ես մի քիչ գիտակցորեն փոփոխության ենթարկված չլինեի, շատ հնարավոր է, որ ես իմ երեխուն ստիպեի, ոնց որ անում են շատ մեր Հայաստանում ծնողներ։ Օրինակ, հիմա իմ մոտ մարդիկ են գալի հոգեբանական որպես կուրսեր անցնելու, ովքեր որ օրինակի համար սիրել են երաշտական գործիք Նիկ ջան, քո ասած դաշնակահարուհի դառնալը, բայց վիծիծիլի իրանց մաման երազել է պարուհի դառնա ու այդ երեխուն ստիպված զորով տվել է պարի։ Այսինքն ծնողները առանց գիտակցելու իրանց այն չարածը, իրանց ցանկությունները ոնց որ փաթաթում են իրանց երեխեքի գլխին։ Էդի շատ Կներես էլի Վահան ջան, շատ ուժեղ բան ասացիր, ուղղակի միտք եկավ էլի, նայ, դու այն առաջի խոսքիդ մեջ էլի ուրիշ ձև հանգար չհասկանաս, պրոստը էս point-ն եմ, էլի տեղ հասցնենք, այն մի քիչ ավելի մեղադրականով, դա մեղադրում է այդ էլիտային, ովքեր որ ամեն ինչ անում են, որ բան դառնանք, չէ՞, մենք այդ ենթարկողներ դառնանք։ Հիմա նայ, այս խոսքիդ մեջ դու բերում ես մի հատ ծնողի օրինակ, որին որ չեն արել, որ ինքը ենթարկվի, իրան բաց են թողել, հա, ազատ որոշում են տվել ու նայտես ինչ սխալ քայլեր արել։ Դե հիմա մի հատ հետ գնա ու պատկերացրա, ապեր բոլոր որոշումներում այդ էլիտան թողեր, որ այդ միջին մարդը այդ որոշումները կայացներ, ինչ տիպի հասարակություն ենք ձևավորելու ինգերս։ Ուր ենք լինելու հիմա։ Այսինքն անգամ այդ հարցում էլի ժողովուրդ ջան, մարդը քիչ դառնում է գիտակից։ Իմ ու քո պապը, ապեր ֆեոդալական ժամանակաշրջանում ինչ-որ մի իշխանի կարողություն են եղել։ Այսինքն իշխանը որոշել է իրանք ինչ անեն։ Հասկանում ես, եթե պետք էր դրանք տանեին, եթե զոհվեին, ասել լավ զենքը վեկալեք, եթե մենք պետք է թակ զոհվեք, հա։ Պետք է գնաս արոտ անես, այդ գնացինք արոտավայրում ա գործ։ Այսինքն նա այդպես ուր ենք եկե հասը։ Ու հələ հասնում ենք, հələ վերջնական չենք հասել։ Ինձ թվում է որ վերջնական հասնենք վերջանանք ու արդեն կարողանանք մենք գիտակից որոշումներ կայացնել։ Գիտակիցը որն է, երբ որ դու արդեն քո եսից դուրս ես գալի, արդեն որոշումներ կայացնում ես քո ընտանիքի լավն ես հաշվի առնում։ Դրանից ավել, այն խմբի շահը, որի մասը դու կազմում, հա, մի քիչ ավել, արդեն այդ համայնքի շահը, հասարակության շահը, համամարտկայինի շահը, աշխարհի շահը, չէ՞, արդեն այս վերջի մի 30 տարում ինչքան գիտակից ենք դարել, օրինակ բնության հետ կապված։ Նայեք, տեսեք 80, 70, 50-ական թվերին բացարձակ գիտակից չենք մենք, որ պարազիտի նման էս մեր մայր մոլորակին ոնց ենք ոչնչացնում առանց հասկանալու, որ ինքը վարի գնաց մենք իրանից ավելի շուտ ենք, չէ՞, վերջանալու։ Իսկ հիմա ինչքան ավելի գիտակից ենք, ապա նա այդ իմ անհատական եսից արդեն հասել ենք համաշխարհային եսի Երբ որ այդ զարգացման փուլը շարունակենք ու դառնանք այն ինչ որ դառնում ենք, մենք կամ դեռ մարդ չենք դառել,
այդ կապիկից մարդ դառնալու ընթացքում ենք, կամ մարդը ընդհանրապես մի հատ միջանկյալ տեղ է։ Այսինքն այն ինչ որ դառնում ենք, կարող է մի հատ ուրիշ մի բառով ասեն դրան, հա, չգիտեմ, սայնս մի քանի 100 կամ 1000 տարի հետո, այս մեր այս գիտակցության այս զարգացման փուլը երբ որ գնա վերջանա, կամ այդ վաղտ ենք նոր մարդ դառնալու, ասել են, այսի մարդ է։ Հա, այսինքն 2026 թվին հələ մարդ դառնալու ճանապարհին ենք, կամ ուրիշ տերմին է արդեն ընտրվելու մեր համար, էլի։ Այն։ Այս ճիշտ ես ասում։ Կներես մի բան ասեմ, շատ ճիշտ ես ասում, եղբայր։ Ուրեմն միգուցե մեղադրական հնչեց այդ իմ ասածը, բայց իմ ասածից միտքը նրանումն է, որ մարդը այո, իրան պետքա կառավարել։ Անկառավարելի գիտակցությունը էդի մի հատ այնց զենք է, որ հանես, չգիտեմ, զարժատ անես ավտոմատը 10 կապիկի ձեռը։ Ինքը կամ քեզ էլ հետը կվերացնի, կոչնչացնի, ամբողջ ջունգլիներն էլ հետը կվնասի, կամ էլ կարա ոչ մի բան չանի։ Իրականում ինչի է պետք է ամեն ինչը, թե մենք խոսում ենք, չէ՞, մատրիցայի մասին, ծրագրավորվելու մասին, այդ ամեն ինչը պետք է, որպեսզի մարդը ինչ-որ մի ուղղություն ունենա, լավ, օքեյ, հասկացանք, այդ ուղղությունը որոշվեց, բայց բաներ կան, որ տես դու շեշտում ես, չէ՞, կապիկից եկել ենք, հասել ենք, արդեն գիտակցությունը բերել ենք մի հատ տեղ, որ հնարավոր է, որ այո, 2040 թվին նոր մենք մեզ իրականում մարդ համարենք, որտեղ ինչ-որ էվոլյուցիա կանցնի հեսա մի 20 տարվա մեջ, ինչ-որ մի բան տեղի կունենա, կհասկանանք, որ այդ ամեն ինչը անգամ կրոնները պետք էր որպեսի կառավարվեինք, որպեսի հասկանայինք այս ամեն ինչը ինչի համար է, շատ կարևոր բան է դա, բայց էլի նորից ոնց որ հետ ենք գալիս այն բանին, որ ինչքան էլ որ այդ թե կրթությունը, թե բանական գիտակցությունը, որ կառավարվում է, այո, դրան միակ առաջին պատճառը նրանումն է, որպեսզի մարդիկ նախ չվնասեն իրանք, հետո չվնասեն այս մոլորակը, որովհետև այստեղ շատ դրախտային վայրում ենք մենք ապրում, շատ ունիկալ այնպիսի ես այնքան շատ եմ սկսել սիրահարվել մեր երկիր մոլորակի վրա, որ ամեն առավոտն է իմ համար հրաշք, երբ որ ես աչքերս բացում եմ ու ենթադրենք դուրս եմ նայում, թեկուզ ձյունը անպամած է, բայց ես ուրախանում եմ, որ ես հնարավորություն ունեմ ստեղ իմ գիտակցությամբ ինչ որ փորձեր անցնելու։ Ու ես շատ ցանկանում եմ, որ աշխարհում, մենակ Հայաստանում չէ, աշխարհի մասշտաբով մարդիկ մի քիչ ավելի գիտակից վերաբերվեն այդ ամեն ինչին, թե ուսմանը, թե նյութերին, որոնց որ իրանք օրվա մեջ ծանոթանում են, թե ֆիլմերը, որ օրինակ նայում են, անգամ սերիալներ ունենք արդեն այսօր աշխարհի մասշտաբով, որ այդ ամեն ինչի մասին այնտեղ ամբողջովին խոսվում է, օրինակ Ձիգի Զապադը, չգիտեմ, տեսել եք թե չէ, ժողովուրդ, ես նայել եմ Ձիգի Զապադը ու մի 3-4 անգամ եմ նայել, որտեղ այնտեղ իրոք անենց մի հատ գաղափար է դրած, որ փշակ հավելիք է, երբ ամեն անգամ նայելուց այդ սերիալը, ես ամեն անգամ մի նոր բան եմ հայտնաբերում, որ այո, այս կյանքը հենց այտենց էլ աշխատում է, էլի, ինչպիսին դու ես քեզ համարում ներքուստ, այդպիսին էլ դառնում ես, այսինքն կա ծրագիր, կա սիստեմ, որ այդ սիստեմը դարձնում է մարդու։ Ինքը մոլորակին տալիս է մարդ, ով որ պատրաստի, ոնց որ այս ծրագրերով բիոլոգիական ռոբոտ դուրս է գալի դեպի կյանք։ Իսկ թե ոնց կդրսևորվի այդ մարդը իր կյանքի մեջ, արդեն կախված է այդ մարդու ոնց որ ունեցած այդ մեջքի հետևում են պարկի մեջ լցրած գիտելիքներից։ Ես եթե կարելի է կներես Մագա ջան, հեսա քեզ էլ էլի մենակ ես ու Վահանն ենք խոսում, ուղղակի մի հատ այդ Փինոքիոյի պատմությունը որ կա, այդ մեր այդ ռուսականով բուրացին, չէ՞, որ ասենք նայեք ինքը շատ ուժեղ սիմվոլիկա պարունակող շատ խորհրդավոր պատմություն է, էլի ինքը հենց այնպես բան չի։ Այդ ով որ իրան ստեղծեց, չէ՞, փայտե ինչ որ էություն ստեղծեց, ինքը փայտից էր։ Ու ինքը անցավ ինչ-որ մի հատ կյանքի ճանապարհ ու ամեն անգամ այդ սուտ խոսալուց քիթը մեծացավ, չէ՞, վատ շրջապատ տնկավ, այտենց իրան տվեց այդ վատ վայելքներին, հա, մինչև որ այդ ամեն ինչից հոգնեց, կոտրվեց, հա, ու ասենք որոշեց, որ ինքը երբեք սուտ չի խոսալու, այնքան ճշմարտության հետևից այնքան գնաց, որ այդ քիթը փոքրանալով դարձավ արդեն մարդու երեխա, արդեն դարձավ մարդ։ Ժողովուրդ ջան, մենք որ ծնվում ենք այս աշխարհ, մենք չենք ծնվում որպես մարդ։ Մենք գալիս ենք որպես այդ փայտյա էություններ, այդ ավտոմատ ծրագրով առաջնորդվող, հա, բնազդներով, ցանկություններով ու տեն շարունակ,
Մինչև որ դառնում ենք այդ գիտակից էությունը ու արդեն սկսում ենք ձգտել դիսցիպլինա դրսևորել, վրեքս աշխատելով, արդեն փորձում ենք դառնանք այդ մարդը։ Ես վստահ եմ էլի, որ մի օր ժամանակ կգա, հետ կնայենք, ուսումնասիրեն այս մեր անցած ճանապարհը ու ոնց որ Դարվինը որոշեց, որ ասենք կապիկից եկե հասել ենք, որտեղ որ հասել ենք, այս մեր այս օրերն էլ, որ հիմա ապրում ենք, ես էլ մետ իշվոր միջանկյալ փուլ որպես կնայվի, էլի, նայ այս ժամանակ իրանք արդեն հասկացան, որ իրանք պետք է դառնան ու սկսեցին աշխատել իրանց վրա, էլի, այսինքն իշխում է շատ կարևոր այդ միլենիալ ասած այդ մագաս, էլի, որ ասացիր շատ կարևոր սերունդ ենք մենք, էլի, իրոք շատ այդ փայտե Պինոկիոից այդ մարդ դառնացող, հա, սերունդն ենք։ Լսում ենք ես։ Իրոք սենց շատ հետաքրքիր պահ է, էլի, մեծ միլենիալները, որ տեսել են ամեն ինչ, հա, այդ ԽՍՀՄ-յան տարիներից սկսած ու թե ոնց ակնթարթորեն աշխարհը զարգացավ, փոխվեց ու դրան զուգահեռ նաև փոխվեց փաստորեն մարդկանց գիտակցությունները, էլի մենք բարբերաբար այդպես զարգացանք, հա, քո ասած այդ Պինոկիոն ոնց է ինքը 0-ից սկսում է քիչ-քիչ զարգանալ, մենք էլ դեն 0-ից քիչ-քիչ զարգանում ենք, ուղղակի մարդկա ավելի ուշ է զարգանում, մարդկա արագ ընթանում իր մոտ այդ process-ը Ցավոք կան մարդիկ, որ միջև վերջ չեն կարողանում իրենց գիտակցությունը բացել ու զարգանալ, անցնում են հաջորդ փուլին, ու հենց այդ է, որ պետքա այս շրջանը օգտվենք մենք այդ հնարավորությունից, որպեսզի հետո էլ կարողանանք փոխանցել մեր արդեն եկող սերունդներին։ Ու ոնց որ թե ստացվում է, ճիշտ է, մենք էլ մեր թերություններն ունենք, մենք էլ մեր վրա ենք շատ աշխատանքներ ենք տանում, ու զուգահեռաբար նաև պիտի փոքրերին տանենք, փաստորեն, որ կարողանան նրանք ավելի շուտ զարգանալ ու ավելի արագ հունի մեջ ընկնել։ Գիտեք ինչ կուզեմ անենք, ժողովուրդ ջան, այս փիլիսոփայությունը բան շատ լավ է, շատ կարևոր է, բայց ուզում եմ ոնց որ կոնկրետ օրինակները բերենք հիմա, ես կսկսեմ իհարկե, թե ինչ քայլեր ենք անում։ Օրինակ այս խնդիրները ցույց տվեցինք, ասացինք, որ ասենք պետք է այդ պատասխանատվություն վերցնել ու ոնց որ ներկա լինել, չէ՞, մեր երեխեքի կյանքում ինչ-որ բաներ անել։ Հիմա ուզում եմ կիսվենք մեր անձնական օրինակներից, թե օրինակ ասենք ինչ օրինակներով ենք, էլի, պայքարում այս մեր նշած երևույթի դեմ։ Օրինակ ես էլի ինչքան հնարավոր է ժամանակ եմ իմ երեխեքի հետ անցկացնում, աղագին ժամանակ ֆիլմեր չէի կարող նայել, լրիվ հետաքրքրությունս ոնց որ կորել էր ֆիլմեր նայելու, մի օր հասկացա, որ ինչքան ինձ բան են տվել այդ ֆիլմերը, մանավանդ այդ, չգիտեմ, 80-90-ականների, 2000-ականների սկզբերի ֆիլմերը, ու եթե ես հիմա այդ հետաքրքրությունը իմ մեջ դուրս է եկել, երեխեք արդեն այս մեր երեխեքի սերունդն էլ զատո լրիվ այդ իրանց կամպյուտերային խաղերն են, այդ ֆիլմ նայելու հետ չունեն, ինչքան մեծ բան են իրանք կորցնելու, չէ՞։ Ու սենց որոշեցի, որ ամեն օր գոնե կես կամ մեկ ֆիլմ ենք նայելու արդեն, հա, երեխեքի հետ։ Ու ընտրում եմ ես այդ ֆիլմերը, սկզբից շատ էին պայքարում, ժողովուրդ, բայց հավատացեք, սկսեցինք մի երկու ամիս է որ սկսել ենք այս սովորությունը։ Հիմա այն օրվա մեր ամենայդ հետաքրքիր հատվածն է, էլի, այն իրանց ամենասպասված հատվածն է, հա։ Հիսուսի կյանքի հետ կապված այդտեղ սերիալ են նկարել, այդ Chosen ընտրյալը, չգիտեմ, թարգմանել են արդեն կա ռուսերեն կամ հայերեն, 40 սերիանոց դա ենք նայում ու հա, ու լրիվ բացատրությամբ ինքը ամեն սերիան 40 րոպե, բայց մենք նայում ենք ժամ ու կեսում, որովհետև ամեն մի արտահայտություն որ արվեց, ամեն մի գործողություն որ արվեց, ինչ որ մեկնաբանելով ենք, հա, այդ ամեն ինչի մեջով անցնում։ Պատմական ֆիլմեր ենք նայում են հատկապես տղայիս հետ տղուն ճիշտ է տղամարդկություն, չէ, փոխանցող այդ մորալները դաստիարակող ֆիլմեր շատ կա, էլի, քաջություն, ներշնչող, այս ամեն ինչն եմ փորձում փոխանցեմ։ Տղայիս հետ կապված կլի մի հատ օրինակ կարամ բերեմ, ինքը ասես մի քիչ տես լիքոտ ոչ ատլետիկ երեխա էր ու այդ ծեր այդ վերած օրինակը որ ասում եք երեխան ասենք ուզում էր բարի տաներ, տարելա բարի, չէ։ Ես էլ այդին շատ էի ուզում որ ինքը սպորտով զբաղվեր։ Տարա ֆուտբոլի, որտեղ ֆուտբոլ շատ էի սիրում, չսիրեց։ Հետո հարցեցի ինչ ուզում, ասաց բասկետբոլ, տարա բասկետբոլ չստացվեց մոտը, տեքվոնդո չստացվեց մոտը։ Անցած տարի դեկտեմբեր ամիսն էր, այն Karate Kid ֆիլմը կա, էլի, այդ սերունդներ է դաստիարակվել դրա վրա, այդ կարատեի խոսքով, այնպես մի քանի սերիանոց ֆիլմ է,
Այտենց այդ ֆիլմի միջոցով մի հատ այնեն սեր արտնասրեցի տղուս մոտ դեպի սպորտը ու ոնց որ իր այդ ֆիզիոնոմիայի հետ կապված էլ ասենց մոտս բան արտնացա որ ձյուդոն փորձենք, հայ ձյուդո մարտարվեստը ու ժողովուրդ ասենց լրիվ ուրիշ մարդ դարձա։ Այնքան է սիրում այդ մարտարվեստը, հիմա արդեն բոքսով էլ է պարապվում, ուղղակի այդ սերը կարողացա իր մեջ արտնասնել։ Ժողովուրդ ինքը ոչ մի նախադրյալ չուներ, որ ասենք պետքա սպորտը սիրի։ Ինքը ասենք sense փափուկ, հանգիստ, ցածր էներգիայով երեխա էր, էլի, որ ասենք ինքը սա տրամաբանություն, ինքը շատ ուժեղ շախմատ էր սիրում, պատմություն, աստվածաբանություն, այս ամեն ինչը իրան էր, սպորտը իրանը չէր։ Բայց ճիշտ աշխատանք տանելով այս ֆիլմերի միջոցով բան մցրեցի այդ հետաքրքրությունը իր մեջ։ Հիմա բանա, դες մի տարվա մեջ արդեն քանի մրցումների մասնակցե անպարտելի ոչ մեկ չի կարողանում հաղթի ուտել ինքը շատ պինդ երեխա դարձավ։ Սպորտից հետո տունն ինքը միշտ պարապում են մի խոսքով ես ուղղակի նայում եմ համ հիանում եմ իրանով, համ չեմ հավատում այդ տարբերությունը որ կա իր մեջ, հա։ Խոհարարական, ես տենց ունեմ կրթություն ու տենց փորձ ու սիրում եմ ու տենց լինում է ժամանակ, որ տունը որոշում եմ ես այսօր պետք է մի բան սարքեմ ու այդ անպայման երեխեքի հետ է լինում։ Երեխեքն են շատ են սիրում արդեն այդ խոհարականը։ Դե եթե այդ հայկական այդ խորոված բանը են, որ անպայման պիտի տղեսը դե լինի, կրակը ինքը պետք է վառի, այսինքն բաներ կա ժողովուրդ ջան, որ ընդհանրապես ուշադրություն դարձեք այդ մանրուքներին, տեսեք ինչ մեծ տարբերություն է լինում։ Ժամանակ առ ժամանակ ես միշտ մի հատ վախ ունեմ, որ այդ Աստված ինձ սիրել է ու տենց հնարավորություն է տվել, որ բավականին բարեկեցիկ կյանք ապահովեմ իմ երեխեքին, ուզում եմ հանգարց այնպես չլինի, որ իրանք իրականությունից կտրվեն, էլի, ու ժամանակ առ ժամանակ ասենք շաբաթ-կիրակի օրերը գնում ենք պիցաներ ենք առնում, ասենք մի 10 հատ խմիչքներ ու մեքենայով սկսում ենք sense պտտվել ու այդ անտուն մարդիկ ենք ճարում ու երեխեքին ասում ենք՝ տարեք, տվեք այդ մարդկանց եկեք, հա, որ գնացեք, շփվեք, նախ ձեզ լավ զգացեք, որ մի բան արեցիք ու ասենք տեսեք, որ այս իրականությունով չի սկսում ու վերջանում իրականությունը, հա, ասենք այդտեղ որտեղ որ մենք ենք ապրում, որտեղ որ ամեն ինչ լավ է, բան, ասենք էլի չէ՞ ինչ որ քայլ է, որ էլի անում ես ու վստահ եմ մենակ էլի դրական կարող ազդեցություն տա, էլի բացասական ազդեցություն չի կարող ունենա։ Այդ երախտապարտության զգացմունքի վրա շատ եմ աշխատում, էլի, որ իրենք իրանց ունեցածին վրա երախտապարտ լինեն, իրանք հասկանան, որ էսի կնես չի, որ սենց է պետքա լիներ։ Սրա համար աշխատել ենք, հասել ենք, ես, մաման, եթե ուզում եք դուք էլ հետագայում այս ամեն ինչ ունենաք, նույն տիպի քրտնաջան աշխատանք դուք պետքա տանեք, հա։ Այսինքն խոսալով նամանավանդ սա ասել հասկանում ենք, այդ մինչև հատկապես այդ 7-10 տարեկան երեխան ինքը սպունգի պես է, ինչ տալիս է դի վերցնում է, էլի։ Օգտվեք այդ ամեն ինչից, էլի, օգտվեք, մի քիչ միտք օգտագործելով մանիպուլացրեք ձեր երեխեքի մոտիվացիաները, էլի։ Միանշանակ։ Աշխատում է, էլի, այդ ամեն ինչը, ասենք, հա։ Ավելի շատ երեխաները վերցնում են ոչ թե խոսքերով, այլ աչքերով։ Այսինքն, եթե դու օրինակ ես ծառայում, ինքը դա վրաս վերցնում է։ Ու լավ կլինի, որ այդպես լինի, այսինքն դու ապրես քո գեղեցիկ կյանքը, կողքից ինքը տեսնի ու դա վերցնի իրեն։ Այդ շատ լավ աշխատում է իսկապես։ Մի բան էլ կներեք, այս էլ ասեմ, որ ուզում դուք էլ ձեր փորձով կիսվեք, եթե իհարկե դեմ չեք, միշտ ինչ ուզում են, դրա դեմը պետք է ինչ-որ մի բան անեն, անպայման։ Անպայման, էլի, ինչ ուզում են, դրան պետք է իրանք հասնեն։ Միշտ ասենք պետք է, օքեյ, խնդիր չկա, չգիտեմ, ինչ-որ մի հատ երկչի համերգ, օքեյ, ինչ արժի, ասենք Տոմսերը մոտավորապես այսքան, օքեյ, այսքանի համար այսքան պետք է աշխատանք տանեք կամ չգիտեմ դպրոցի հետ կապված կամ տանը կամ ընդհանուր, հա, այսի մեզ ռիլերի, վիդեոների ես պատրաստման հարցերում աղջիկը շատ է աշխատում այդ կրեդիտները հավաքում, հետո դրա փոխարեն ինչ-որ բաներ է ուզում, էլի։ Այսինքն շատ կարևոր է, էլի, որ ժողովուրդ ջան, երեխեքը հասկանան, որ հենց այնպես ոչինչ չի լինում, հա, որտեվ որպես ծնող անում ես, քեզանից փոկելով անում ես, բայց սա ժամանակը գալու մտնելու են աշխարհ ու տեսնելու են, որ էսի սենս չէր, հա, այսինքն մեծ հիասթափություն են ապրելու, բայց այս փաստորը ես գիտեի ամբողջ կյանքը պետք է գտալով կյանքը ինձ կերակրի, բայց ոնց սենս եղավ։ Այսինքն մի բանից ցույց եմ տալի, որ դա իրականում այտենց չի, էլի, գործ արեք, ինչ-որ մի բան ցույց տվեք, որի փոխարեն ստացեք։ Այո։
Ասում եմ ձեզ, դուք ինչ կոնկրետ օրինակներ ունեք։ Լսենք քեզ Մարգարիտա ջան, հետո ես ասեմ թե Ասա, ու կարող ես ասել, շարունակեմ միջա կողմնորոշվեմ։ Okay։ Դե բնականաբար Նիկ ջան, ես էլ այս ամեն ինչի մեջ ոնց որ մաքսիմալ փորձում եմ, ոնց որ Մարգարիտան ասեց, իմ ապրելաոճով, իմ վարվելաձևերով, իմ ոնց որ աշխարհի մեջ գտնվելով ցույց տամ երեխեքին, բայց իմ համար ոնց որ դա մի քիչ հա արդեն, որովհետև էլի օքեյ երեխեքը բնականաբար իրանց որպես պրիորիտետ երեխեքը նայում են իրանց ծնողներին, ամենաառաջինը մամային ու պապային, որպես պրիորիտետ հիմնական գիտելիքն ու գաղափարը ձևավորվում է ծնողներից, ինչքան էլ սոցիումը իրանց տալիս է, բայց հիմնականը գալիս է ծնողներից ու շատ հետաքրքիր բան էս վերջում տեղի ունեցավ, այս գիտակցության հետ կապած, ոնց որ աղջկաս սովորացնում եմ, թե ոնց կարա օրինակ ինքը իր մտքերը իր իսկ համար ինչ որ մի ձևով մանիպուլացնի բան, տղես կողքից լսում է, էլի, սենց ես էլ չեմ նկատել, էլի, որ տղես հետևս նստած լսում է, ինձ թվում է թե տղես քնած է, օրինակն էլ գալիս է ոնց որ ընտանիքում ինչ որ մի հատ խոսակցություն եղավ մամայի ու տատիկի միջև սենց ինչ որ մեկից ինչ որ մի հատ բանը պատմություն է պատմվում ու սենց նայում եմ երեխուն սենց աչքերով հասկացնում եմ որ լսի հեսա բան եմ ասում ու վերջում ասում եմ էլի ասում եմ տես բալես էսի օրինակ մեղադրական այն կոնտեքստներ որը որ նշանակում էր որ օրինակ բոլորը մեղավոր են բացի ինձանից էսի այն մեղադրական կոնտեքստներ որ աշխարհը ախր ինչի պիտի սենց լինի, էսի ენი ու սենց այս ընթացքում ոնց որ սես խոսում եմ աղջիկաս հետ, աղջիկս իր հարցերն ա տալի, ես իր հարցերին փորձում եմ իրան մատչելի ձևով բացատրեմ, իր կուրսից եմ սովորելու այդ բանը էլի ուսանողական տարիներից եմ այդ օրինակները բերում, ասում եմ, տես օրինակ բալես եղել է, չէ, որ ինչ որ ենթադրենք դու էլ կուզեիր, որ այդ օրը խոսքի օրինակ չգիտեմ, պապան քեզ քոլեջ տաներ, բայց հենց հաստատվել որ պապան քեզ չի կարացել քոլեջ տանի ու դու դրա մեջ կարաս ինչ-որ բան ձեռք բերես, չէ, երեխա է, չէ, կարա իր մոտ թեկուզ տրավմատիկ ինչ-որ բան նստի կամ չգիտեմ, ասենք տրավմատիկը բացի ինչ-որ ցուցադրական ինչ-որ մի բան ցույց տալու համար ու sense բացատրում եմ աղջիկաս այդ պայն որ տես բալես, էսի սրա համար այնի նրա համար կյանքում պարտադիր չի որ ամեն ինչը sense հալածյուղի պես լինի, կարա նաև դժվար լինի, կարա եւ բան ու ոնց որ հետևից տղես sense ձենա տալի ասում է պապ բա ինձ ավտո երբ է զառնելու ուրեմն հասկանում եմ որ ոնց որ ասես մի հատ պահ այդ ամեն ինչի մեջ տղես վերցրել էր իրան այն ինչը որ կոնկրետ ինքն էր ուզում լսել այսինքն ես կյանքի մասով ինչ որ փորձում եմ աղջիկաս նյութ որպես այդպեսին քանի որ ինքը թարմա խոսակցության մեջից ենք բռնել որ կյանքիդ պատասխանատուն դու ես ամեն ինչում են որ մեղավորը չասեմ, բայց ամեն ինչի պատճառը իրականում քո մեջից է, ինչքան էլ որ օքեյ սոցիում կա, բան կա, ծնողներն են տեսել ես, սովորել ես, բայց օրինակ կարայիր չսովորեիր, կարայիր թեկուզ սովորել ես, բայց դու ինքդ քո համար հաշվի առնես այդ ամեն ինչը, հասկանաս օրինակ էդի քոնը դարձնես, թե չդարձնես ու ոնց որ դե տղես իհարկե կատակով ասեց այդքանը ինքն էլ շատ գիտակից է այդ ամեն ինչին մենակ մի բան ասեց վերջում ասեց պապ կատակ եմ անում իհարկե այն որ ես տեսնում եմ որ դու հիշում եմ ոչ թե տեսնում եմ ասում այն որ ես հիշում եմ որ դու ոնց էիր խմում այն որ ինչքան էիր սիրում այդ կոնյակը այդ վիսկին որ դու տենց օր չկար որ գալիս էի տուն իրոք տենց էր ժողովուրդ ես նստում էի սիրուն իմ ոშմ խմիչքը խմում էի թեկուս կիսատ մնացած հետս բերում էի տուն բան գործի տեղից էսկոմ ենկոմ ու ասում եմ մեկ էլ հիշում եմ որ դու շատ սիգարետ էիր ծխում ու որ հիմա չես ծխում մեր տան օդն էլ է մաքուր մեր տունը ծխող չկա դու չես թողում որ մեր տունը ոչ մեկ ծխի բան սենց ու հասկանում եմ որ այդ երեխուն էլ այլևս կարիքը չկա ասելու որտեղ էս օրինակ ծխելը վատ բան է խմելը վատ բան է որովհետև ինքը իրականում վերցնում է այն ինչ որ տենում է թե իր papan հիմա ինչով է զբաղվում օրինակ դե ինչով է զբաղվում է իր տեղը բայց այն որ իր papai համար էդի համ papai համար համ ընտանիքի են մնացած անդամների համար իդեալական էկալագիչնի է տնային պայմաններում օրինակ էլի
այդ արդեն ինչ որ բան այդ երեխուն ցույց տալա ու դրանից բացի երեխեք ջան հիմնականում մի արդեն քանի հատ վիդեո ունենք նկարած երեխեքի հետ երևի ես շուտով որ գնամ Երևան մոնտաժները կսկսեմ կտեղադրեմ անցյալին վերաբերվող ինչ որ բաներ ներկայում ապագայում հայ փորձում եմ ամեն այն իրանց հասանելի լեզվով ձևով ցույց տամ իրանցով հենց օրինակները որ ինչա նշանակում ներկայով ապրել ինչա նշանակում ապագան ինչա նշանակում անցյալը իրոք հիմիկվա երեխեքը մանավանդ շատ այս ամեն ինչի մեջ բաց են ոնց որ սենց իրանք արդեն պատրաստի բաց են ու մի հատ սենց ընդհանրապես կայծ է հարկավոր որպեսզի ներսից իրանց ոգին սկսի իրանց գործը ընթացքը կատարել ու ոնց որ ես նաև իմ այս պահվածքով իմ երեխեքի հետ այս ձևի ոնց որ կարելի ասել ես իրանց կյանքի դասեր եմ տալի դուրս են գալի կինս նկարում է ես երեխեքին բացատրում եմ ցույց եմ տալի իրանք ինչ որ գործողություններ են անում այդ պահին կողքից մարդիկ են անցնում կանգնում նայում են ասում են ինչ եք անում բանը բլոգեր ես ինձ ասում են ապեր բանը ինչ որ բլոգ ես նկարում ասում եմ դե կարելի է տենց էլ ասել օքեյ բլոգ թող լինի բայց ամենաառաջինը ես իմ ու իմ երեխեքի համար եմ անում ու հետաքրքիր է նա որ մարդիկ երբ որ նայում են կողքից իրանց մոտ էլ է այդ հետաքրքրությունը առաջանում դաժե ասեմ անգամ տարեցների մոտ տարեց մարդիկ կան որ հետաքրքրվում են ասում են տես օրինակ սովետական միության ժամանակ բան սենց գաղափարների մասին որ խոսային մեզի կհավաքեին կտանեին կլցեին աբիզյանկեքը բաց չէին տողի ասում են օրերով սենց բաներ խոսալը բան դուք հիմի ասում այնքան ազատ եք կամքի մեջ այնքան բան ունեք ձեր դուք ուժեղ եք ասում դուք կարում եք այտենց վիդեոները դնեք ձեր դեմը նստեք խոսակ բան մեր ժամանակով ասում մեզի անգամ հարսանիքի ժամանակ որ գիտեին կտե կամերա կա որ մեզի նկարելու են մենք չենք հետ այսինքն այդ կարծրատիպերը անգամ այդ ձևի կարծրատիպերը ես փորձում եմ այդ ձևերով իմ երեխեքի մեջից հանեմ որովհետև ես չգիտեմ վաղը մսոր մենք ինչ երկիր կունենանք ինչ աշխարհի մեջ կապրենք ինչքան հնարավոր նավկներ կան փորձում եմ չգիտեմ ինչին որ ես եմ գալիս այդ ձևով փորձում եմ տամ իմ երեխեքին դրանից էլ ոնց որ մի հատ հետաքրքիր էլի նորից բանա դառնում այդ նկարածս մոնտաժ եմ անում ու սպասում եմ տենց հարմար պահի որպեսզի տեղադրեմ էջերում էլի ինչ որ չեմ ասում ինչ որ սխալ բան կա ես ուզում եմ սովորացնեմ ինչ որ մեկին ինչ որ իմ իմացած ձևը չէ այտենց չի իրականում աշխարհում ամեն ինչ տեղի ամենում ճիշտ իր ժամանակին իդեալական իր տեսքի մեջ ձևի մեջ բայց ես գտնում եմ օրինակ որ իմ երեխեքը պետք է իմանան թե իրանք առհասարակ այս մոլորակը ինչի համար են եկել ու ընդհանրապես ինչի համար է այս մոլորակը հետո նաև զգացել եմ որ աղջիկս իր ընկերուհիների հետ է շատ աշխատում այդ բանով որովհետև այն ինչը որ ինքը արդեն իրանն է դարձել ինքը գալիս է տուն ինձ պատմում է որ իր ընկերուհին չգիտեմ սենց ինչ որ մեկից սենց էր խոսում ես ուղեցի ասացի որ այտենց մի խոսա էդի չի կարելի այդ մարդը այդքան գիտի այդ աղջիկա գիտակցությունը այդքան է իր մաման ու papan իրան այդքան են կարածել տան ու սենց շատ հաճելի է դառնում երբ որ իրոք այն որ քո արածը բացի այն որ քեզ արդեն օգնել քո ընտանիքի անդամներին է օգնում այդ իմ համար ամբողջ մի հատ աշխարհ արժ այսքան է ես շնորհակալ եմ հաստատ ամեն ասացիքդ համաձայն եմ լսենք քեզ Մագա ջան ես նախ ասեմ որ այս փոքր սերունդը շատ տարբեր է իրենք շատ ավելի շատ ուրիշ են շատ յուրահատուկ են շատ իրենց մեջ շատ խորն է ամեն ինչ դրված ու ես սովորում եմ իրենցից շատ բաներ կա որ ես սովորում եմ երբ որ իրենք ինչ որ չգիտեմ բառակապակցություն կարող ասի ու ես դա վերցնեմ ու ես սովորեմ հա մեծ հաշվով երեխաները գալիս են նաև ծնողներին սովորեցնելու համար այս կամ այն երևույթները ինչու՞ չէ նաև հոգևոր առումով ու իրոք ես հոգևոր առումով եւս իրենց միջոցով զարգանում եմ ինքս ու առօրյայի հետ կապված ասեմ որ իմ բալիկները այն շրջանում են որ շատ հարցեր է գալիս խմբերով հարցեր է գալիս ես աշխատում եմ իրենց սպառիչ պատասխան տալ ու հնարավորինս ճշգրիտ ինչքան որ կարողանան իրենք ընկալել
ու զարմանալիորեն sense հիացած եմ, որ իրոք կարողանում են ընկալել, հələ ծավալվում ենք, նստում, խոսում, այսպես շատ մեծ զրույցներ ենք մենք վարում միասին։ Հետո շատ կարևոր է, մենք շատ կարևորում ենք մեր ընտանիքում նաև, որովհետև դրանով իրենք կարողանում են իրենց մեջ շատ կարևոր հատկանիշ է, որ մարդը իր մեջ ձևավորում է անձ, իր կարծիքը շատ կարևոր է ու մաման ու պապան լսում են իրենց կարծիքը, դա կարծում եմ շատ կարևոր է երեխաների համար։ Ինչ վերաբերվում է գadgetներին, մեր մոտ շատ խիստ սահմանափակ է դա, օրվա ընթացքում, եթե իհարկե երկուսն էլ իրենք ունեն հեռախոս, պլանշետ, համակարգիչ, ամեն ինչ, բայց ունեն ընդամենը կես ժամ օգտվելու համար, անկախ ամեն ինչից իրենք գիտեն, որ կես ժամից ավել անհնար է ու հարցնելու հուսով եմ այդպես էլ կշարունակվի։ Մուլտֆիլմերը, ֆիլմերը, հա, ինչպես դու նշեցիր, Նիկ ջան, մենք էլ ենք փորձում, որ իրենց մոտ ոչ թե այժմյան միայն հա ծանոթանան հիմիկվա այս մուլտերին եւ ֆիլմերին, այլ նաեւ այն ֆիլմերը, որոնք որ իրենց մեջ արժեք են պարունակում, կամ մեր հին պատմությունից են գալիս, դրանք ենք շատ ընտանիքով փորձում ենք նաեւ մեկ-մեկ նստել, նայել ու բացատրել իրենց, ու շատ հետաքրքրում է իրենց, որովհետեւ իրենք լրիվ ուրիշ աշխարհում են ծնվել, նայում են այնպիսի բաներ, որ իրենց համար դա օտար է, զարմացած ու հիացած նայում են ու իրոք շատ հետաքրքիր է իրենց այդ ռեակցիաները։ Մենք փորձում ենք նաև իրենք շատ կապվածություն են ձեռք բերում իրենց իրերի նկատմամբ, այդ փոքր հասակում երևի նկատել եք, հիմա մեր թաղամասում կա տենց հատուկ նախատեսված բարեգործական մեծ արկղ, որտեղ տանում ենք իրեր ենք թողնում, ու ես ուզում եմ, որ համոզում եմ իրենց ավելի ճիշտ, որ իրենք իրենց ձեռքով տանեն, այդտեղ իրերը դնեն, որ հասկանան համ կարևորությունը, որ իրենք բարի գործ են անում, որ ինչ որ մեկը դրա կարիքը ունի, որ դա շատ լավ է, այդ արժեքները ուզում եմ, որ իրենց մոտ պահպանվի ու եթե փոքրուց դնենք, դա անսասան կմնա իրենց մոտ, կարծում եմ։ Ամենայն դեպս փոքր ժամանակ ձևավորված այդ արժեքները ուղեկցում են մինչև կյանքի վերջ, կարծում եմ։ Այո, Այդպես։ հաստատ դա այդպես է ու էական չի առանձնապես մենք ինչ ենք անում, բայց շատ կարևոր է թե մենք դա ոնց ենք անում, որովհետև այդ ավտոմատ ընդօրինակում են, էլի։ Ես օրինակ այդ իմ խոսքին այդ ճշմարիտ մնալը, այսինքն թե մի բան ասեցի անպայման անելը, բանս չի որ այտենց շատ թերի էր, բայց այդքանը այտենց 100%-անոց չէր, էլի, որ եթե ասեցի, չգիտեմ, այսօր կգնանք կինո նայելու, հիմա դե եթե այսօր մի քիչ լավ չեմ կամ ուրիշ գործ կա, լավ, վաղ կգնանք սենց։ Բայց դա գիտակցաբար սա փոխեցի, էլի, որովհետև հասկացա, որ իրանք էլ են այտենց ձևավորվելու ու դա լավ չի։ Ու հիմա ասեն գիտեն, եթե մի բան ասեցինք, անպայման պետք է անենք, հա, նույնը իրանցից եմ միշտ պահանջում։ Էլի, ընդօրինակում են այն ինչը որ տեսնում են, էլի, դրա համար շատ մեծ պատասխանատվություն է, էլի, ասենք հենց իրանց համար մենք մեր վրա պետք է աշխատենք, հա, նույն այդ դիսցիպլինան դրսևորենք, այդ լավ մարդ դառնանք, լավ մարդ լինենք, որպեսզի իրանք էլ այդ ամեն ինչը տենան, այտենց ընդօրինակ են։ Վան ասացիր, վան, այդ ինձ այդ բաներից են, որ թե ինչ աշխարհում են մեր երեխեքա ապրելու, հա, այդ այն մտքերից է, որ գիշերները ինձ արթուն է պահում։ Ինձ թվում է դրա պատասխանը ոչ մի ձև չենք կարող տանք, որովհետև այն կարգի մի հատ sense հետարքի ժամանակահատվածում ենք ապրում, որ իրոք մենակ Աստված գիտի, թե ընդամենը 20 տարի հետո ինչ հասարակություն ենք հա կերտած լինելու։ Դրա համար ես ինքս համարում եմ, որ շատ կարևոր է, որ մեր երեխեքին մեծացնենք առողջ, թե ֆիզիկապես, թե հոգեպես, հա, առողջ մտքով, ամուր ուժեղ էություններ, բայց միևնույն ժամանակ ճկուն, որ ասենք հնա որ կյանքը եթե պահանջեց իրանք կարողանան
վերաձևավորվեն ցանկացած ժամանակ, որտեղ այնց այդ տիպի ժամանակներ է գալի, էլի, որտեղ այդ ճկունությունը շատ-շատ պարտադիր է։ Բացարձակ կապ չունի թե կոնկրետ ինչ կսովորեն, շատ կարևոր է, որ այդ սովորեն։ Կարողան, ասենք, ընդունակ լինեն սովորելու, էլի, հնարավորինչափ արագ սովորելու նոր բաներ, նոր ինֆորմացիա։ Դա երջանիկ է, դա միանշանակ, ինչքան կարանք փորձում ենք այդ երեխեքին ուրախա, երջանիկ անհատականություններ մեծացնենք։ Մենք ճանապարհորդում ենք շատ, այդ շատ է, էլի, օգնում է իրանց այդ զարգացվածությանը։ Այսինքն, ես ինչ նոր ասացի, չէ՞։ Իմ օրինակ հերս կոնկրետ ինչ-որ մեկ մասնագիտության էր ինձ միշտ ուղղորդում, որովհետև իրանք այդ գիտեին։ Գնա ես ինչ մի բանը դառի, հա, ոնց կդառնա, չէ, այդ ընթացքում ինչքան կյանքից հետ կընկնես, ինչ տրավմաներ կհավաքես, նույն այդ բերածդ օրինակը, անջան, այդ երեխան, որ վախում էր, որ ձեզ հելներ ասել, որ ես չեմ ուզում դա, չէ։ Իրենք թքած ունեին, թքած ունենը մի քիչ բան, հա, չունեին այդ գիտակցությունը, էլի, որ այդ տիպի բաներին ուշադրություն դարձնեն։ Ինչ-որ մի հատ կոնկրետ մասնագիտություն գնա սովորի, այսինքն որպես ծնող իր պարտականությունն էր համարում, որ ամեն ինչ անի, որ դու գնաս այդ մասնագետը դառնաս, որովհետև դրանով ինքը արդեն ապահով էր զգալու քո ապագայի հետ կապված, էլի։ Հիմա քանի որ չկա այտենց ինչ-որ մի մասնագիտություն, որ այդ երեխեքին ասենք գնացեք սովորեք ու դուք հաստատ ապահովված կլինեք, հա։ Դրա համար ես նախընտրում եմ այդ իմ թվարկածները, էլի։ Ինչքան կարակ առողջ այդ երրորդությունն էլ, այդ միտքը, մարմինը ու այդ հոգին, էլի, ինչքան կարակ ամուր առողջ երեխեք մեծացրեք, հասարակությանը պիտանի անհատներ, այդ էգոիզմից հեռու պայեք, էլի, այդ երեխեքին, հա։ Մնացածը արդեն ոնց որ այդ օրվա պահանջով այդ երեխեքը կդասավորվեն, էլի, կձևավորվեն, այն զենիզմն է, չէ՞, սովորացնում է, որ եղեք անձև, որ եթե քեզ լցնում են կուժի մեջ, վերցնես կուժի տեսքը, շշի մեջ շշի տեսքը, այդ այնց էլ փորձում ենք մեր երեխեքին մեծացնենք, էլի, որ հնարավորության դեպքում ասենք միշտ բան եղեք։ Երևի հենց այդ էլ այն պատճառներից է, որ հիմա էլ այտենց երեխեքին ստեյ ծնված մեծացած բերում ենք Հայաստան, էլի այդ ճկունությունն ենք, էլի երևի փորձում մեջները դնենք, հա, հիմա էլ եկեք դե լավ Ամերիկայում հաստատվեցիք, ասենք, հա, ամենտեղ առաջինն եք, հիմա էլ եկեք մի հատ էլ արդեն ձեր հայրենիքում այդ ամեն ինչը արեք։ Չէ, ինչքան ուժեղ երեխեք կմեծանան, եթե նույն բանը համել կարողանան Հայաստանում անել, կյանքը ինչ պետք է ուղարկի իրանց ուղղությամբ, որ չկարողանան, էլի։ Իհարկե, իհարկե ախպերս։ Այո։ Ինձ թվում է շատ լավ զրույց ունեցանք։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ առաջինը Նմանապես։ նրա համար, որ կաք իմ կյանքում, հա, իմ ընկերներն եք, շնորհակալ եմ նրա համար, որ շարունակական աշխատանք եք տանում ձեր վրա, ժողովուրդ ջան, շատ հպարտանում եմ ձեզանով, տեսնում եմ, հա, այդ ձեր այդ վրա տարած այդ աշխատանքը, այդ առաջընթացը, ու հատկապես շնորհակալ եմ, որ էգոիստաբարի այդ ամեն ինչը չեք պահում ձեզ ու ամեն ձև փորձում եք կիսվեք հանրության հետ։ Ինձ թվում է շատ մեծ գործեր ենք միասին անելու։ Փոխադարձ Նիկ ջան, փոխադարձ շնորհակալ եմ Միանշան։ հայրս։ Այո։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք։ Հաստատ, այս տիպի զրույցներն էլ հենց այդ ճանապարհի նախապատրաստությունն է, էլի, Օհան ջան։ Զրույցների այս մտորումների ընթացքում հասկանում ենք ինչ խնդիրներ կա, ու փորձում ենք այդ խնդիրներին լուծումներ տանք, էլի։ Այդ մի հատ բաներ ենք այդ ձեռքս, մի հատ ուրիշ տեսակի մի խոսքով այդ ապրելու օրենքներ, հա, ոնց որ ավետարանի տեսքով էս լրիվ ուրիշ տեսակի էլի, հա, այս ժամանակակից մարդու համար ու այդ պատվիրաններից մեկը բաներ, մի բողոքի այն թեմաներով, որի հետ դու գործ չունես։ Այսինքն եթե պրոստը տեսնում ես ու դու դե անելիք չունես, նստել բողոքելս որն է։ Հետաքրքիր պատվիրան է, էլի դուրս շատ եկա, հա, եթե բողոքում ենք, եկեք ինչ-որ քայլ անենք, հա։ Այո։ Կամքի Այո, չէ՞ որ սա ուժը, ինձ է։ հա, Մագա ջան։ Չէ, ասա։
Ըստ իս այս ամեն ինչի մեջ կամքի ուժը ու պատասխանատվությունը ամենակարևոր գործոններն են երկու, որ պետքա մարդը համ ունի, համ էլ չի կիրառում, որ պետքա ավելի շատ ուշադրություն դարձնի դրա վրա։ Ես այտենց եմ մտածում, որովհետև եթե չլինեին իմ մեջ այդ երկու ուժի գործոնները, ես միգուցե այդ այն կերպարից այս կերպարը չկարենայի դառնայի ու առհասարակ չկարենայի անգամ բացի այն, որ ես իմ համար դառել եմ այդ կերպարը, իմ երեխեքին էլ չկարենայի ինչ որ մի բան ցույց տայի։ Այսինքն ինչի համար եմ ես ասում օրինակ որպես բերեմ եւս մեկ օրինակ Նիկ ջան, մաման շատ բան թխվածք ունի, այն sense փցիչի անունը, դա մեր ընտանեկան ավանդական խմորեղենն է ոնց որ ամեն առիթներին սարքվել է ու մեր բարեկամները, հարազատները բոլորը սիրում են այդ փցիչին, դե ես էլ բնականաբար շատ եմ սիրում, բայց քանի որ հրաժարվել եմ ես քաղցր ուտելուց, դե այս նոր տարին եւս ոնց որ եկավ, հա, մեր տնեցիկի համար որպես նոր տարի սեղանը դրած է ու տենց ավանդական փցիչին հիմա երեխեքը նայում են, ասում են, աղջիկս ասում է, պապ, հիմի չես ուտելու, ասում եմ, չէ, բալես։ Ասում է, բայց հալալ է քեզի քո կամքի ուժին։ Դու գիտես, ասում է, մեր քոլեջում sense մի հատ դասախոս կա, ինքը միշտ ասում է, որ երեխեք կամքի ուժը ամենակարևորն է, պետք է կամքի ուժ ունենա, կամքի ուժ։ Ասում է, շատ եմ լսում այդ կամքի ուժի մասին։ Այդ ինչ ուժ եղա, պապ, ասում է, քո մոտ, որ դու էդի ես հիշում եմ, ոնց էիր սիրում, հիմի вообще տենց չես էլ նայում դրա կողմ։ Ասում եմ դե բալես սովորի սովորի որտեղ վաղը մյուս օր քեզ էլ է պետք գալու էդի դրսևորելը Հաստատ այդ վերածս այդ օրինակի կոնտեքստի վրա այդ Պինոքիոյի մարդ դառնալու այդ կամքի ուժն ու պատասխանատվությունն է էլի եթե այդ ուզում եք այդ փայտե մարդուկից վերածվեք իսկական մարդու դա պարտադիր պայման է պարտադիր այ փայտե մարդը նիկնայ ոնց որ այն ռոբոտը որ գալիս է չէ՞ այդտեղ բիոլոգիական ոնց որ մեկի մշակածը հա հետո դառնում է ժիվոյ то есть հիմի այսօրվա մեր պասիլը հիմնական երևի կարելի է համարել այդ որ այն ինչ որ դառել եք օքեյ լավ եք արել բայց մի քիչ էլ մտածեք որ ամբողջը ձեր ձեռքերի մեջ է այսպես վերցրեք այդ պատասխանատվությունը ու ձեր կյանքը նկարեք ոնց որ ձեր ուզած գույներով ու ոճով հենց sense ոճով ինչ ոճի ուզում եք ձերն է իրավունքն էլ է ձերը Աստված որ ստեղծել է այս ամեն ինչը չի ասել անպայման էսի պիտի sense անեք անենց անեք հակառակ ասելա մի քիչ չարություն արեք հələ տենամ ես էլ ինչ կարամ անեմ Երեք մի հատ շատ հետաքրքիր արտահայտություն լսեցի որ շատ դուրս եկավ ես շատ կօգտագործամ ինքնակերտում Այսինքն համ մենք մեզ ֆիզիկապես ենք ինքնակերտում, հա, ասենք մեր այս գիտակցությունն ենք ինքնակերտում, մեր ապրած իրականությունն ենք ինքնակերտում։ Ինչ տիպի երեխեք ես ուզում, նույն էս այսօրվա մեր թեման, այդ երեխեքդ մեծանան, կերտի այդ երեխեքին։ Ինչ տիպի հասարակության մաս ես ուզում կազմես, կերտի այդ հասարակությունը։ Վերջացավ էլի, որ ասենք նստել, սպասել, բողոքել, հա Գիտակից էություն ենք, չէ՞, ասենք ամեն մեկս մյուսի զերծ չտալով բան ենք անում։ Արտնացած արտահայտությունը օգտագործում ենք, yani թե արտնացել եք։ Բայց ձեր գործունեությունը ցույց տվեք։ Գործեք։ Բայց թե արտնացել եք, գործեք։ Всё, էլ երազի մեջ չեք, արտնացել եք, ելեք ապրեք, ելեք գործեք։ Կերտեք այդ իրականությունը արդեն, էլի։ Մի պապերի քնած վաղ կերտած իրականությունը շարունակեք էլի ապրել, եկեք փոխենք այս իրականությունը, սարքենք մի հատ սիրուն իրականություն, էլի դրախտը հետ բերենք։ Այդ դրախտը ոչ թե ուրիշ տեղ է, այդ իստեղ ուղղակի մենք մոռացել ենք թե ինչ է նշանակում, այնքան ենք քնե մոռացել ենք ինչ է նշանակում ապրել դրախտը։ Եկեք վերհիշենք, հա։ Ոչ թե ինչ կարաս իմ համար անես, այլ ես ինչ կարամ ձեր համար անեմ, հասարակություն կերտենք, տեսեք ինչ մի հատ հրաշք դրախտում ենք ապրում։ Եկեք ես գեղեցիկ նոտայի վրա էլ ավարտենք կներես Մագա ջան ասա Վահանի շեշտած հենց այդ երկու գործիքներն էլ նպաստում են քո ասածին հենց Նիկ երբ որ մարդը ունենում է պատասխանատվություն կամքի ուժ ամենակարևորը ու այդ պատասխանատվությունը
պատասխանատվությունը, հա։ Պատասխանատվություն, որ ասում ենք, մարդիկ մի քիչ ուրիշ ձև են ընկալում, ճիշտն ասած։ Դա շատ ավելի լայն է ու շատ ավելի խորը հասկացություն է, երբ որ դու պատասխանատու ես քո կյանքում տեղի ունեցածի հետ։ Դու կապ չունես դրա հետ, բայց դու ես պատասխանատվությունը կրում։ Այ դա, երբ որ մարդը կարողանում է գիտակցել, ընդունել ու ընկալել այդ ամեն ինչը, նոր արդեն սկսում է քիչ-քիչ փոխել։ Երբ որ փոխում է, արդեն կամքի ուժի միջոցով գնում է առաջ ու արդեն փոխվում է տեսադաշտը աշխարհում։ Հաստատ։ Մեզ դիտողներին ուզում եմ ասեմ, որ մեր Մարգարիտան Ռուսաստանից է միացել։ Դրա համար էլ իր կադրը շատ հաճախակի կանգնում է, բոլորիս հայտնի է, էլի Ռուսաստանի ինտերնետի խնդիրները։ Քեզ առանձնահատուկ շնորհակալ ենք Մարգարիտա ջան, որ անգամ այդ սիտուացիայում էլի միանում ես, էլի կիսվում ես Դու պայմաններում իմաստության մեր հետ, այո, աստվածտա շատ մոտ ապագայում այդ խնդիրները վերջանան ու խաղաղություն տիրի ու ինտերնետն էլ լավանա։ Հա, թող խաղաղություն տիրի աշխարհում, իսկապես դա շատ կարևոր նախապայման է։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Միշտ նոր հանդիպում։ Նմանապես շնորհակալ եմ։ Հաջողություն, լավ եղեք։ Շնորհակալություն Մագա ջան, հաջողություն բոլորին։